Բարևներ բոլորին ժողովուրդյան այո սա ձեր սիրված վիդեոյի ես այսօր որոշել եմ խաղալ The Midnight Games խաղը միստիկ եւ վտանգավոր խաղ որը գալիս է հին ժամանակներից The Midnight Games խաղի հոգի կանչելու վիդեոյի շարունակությունն է ես ձեզ խոսք եի տվել որ նկարելու ենք շարունակություն եւ այսօր մենք նկարում ենք բոլորդ մեկնաբանությունները պայթեցնում եք ձեր հարցերով ասում եք ինչ նկարենք ինչ եղավ հետո այս տեսանյութում ամեն ինչ բացատրելու ենք իսկ եթե դու դեռ չես դիտել այդ տեսանյութը մտիր ներքևի լինքով նկարագրությունների բաժնով եւ դիտիր այժմ մենք կկարդանք մեկնաբանությունները կպատասխանենք ձեր հարցերին հետո կասեմ թե ինչ եղավ տեսանյութի վերջում արդյոք շատ բան այրվեց ես վնասվեցի մի խոսքով բոլոր հարցերի պատասխանները այս տեսանյութում դե ինչ կարդում ենք ձեր մեկնաբանությունները 32 մեկնաբանություն Պետրոսյան Տիգրանը գրել է Նար կարաս մերի հետ red դուր, yellow դուր խաղաս Դա շատ հայտնի լեգենդար խաղ է առեղծվածային Բայց ցավոք մենք դա չենք կարող խաղալ Մենք կանենք ավելի պայթացուցիչ տեսանյութ Իսկ դա արել է Միկա Թանգյանը Ովքեր ուզում են կարող են Միկա Թանգյանի էջում դիտել Դու շատ լավ բդնեսը ո՞րն է Բան ես նկար է Հա դու շատ լավ բլոգեր ես Թե դու շատ լավ բան ես նկարում, բայց այդ դեղին դուր կարմիր դուրը խաղաս, եթե Աստված չանի դու չզարթնես, քեզ հանեն, ասա որ ջուր շախտամրեն։ Ժողովուրդ, բոլորը մտածում են իմ մասին, սա շնորհակալություն, բայց մենք red դուր, yellow դուր չենք խաղալու, որտեղ շատ վտանգավոր է, բայց Անուշ Ղուկասյան ջան, շնորհակալություն։ Աշոտ Կասոյանը գրել է Աստված քո հետ, Աստված բոլորիս հետ միանշանակ։ Նար հանկարծ red դուր, yellow դուր չխաղաս, որովհետև մեր դպրոցում մեկի վրա փորձել ենք կոմոյի մեջ անկել, ժողովուրդ։ Էս էլ մեկ բան, որ ես հաստատա չեմ խաղալու, բայց մենք խաղալու ենք ավելի վտանգավոր խաղ։ Վայ, գոնե գիտես այդ ինչ վտանգավոր է։ Տեսանյութում պարզ երևում է, որ ես կոնկրետ բարի եմ։ Խնդրում եմ, սենց բաներ մի արա, չի կարելի։ Դե ձեր համար լավ տեսանյութ նկարելու համար մենք պետք է անենք ամեն ինչ։ Կարաս կարմիր դուր, դեղին դուր խաղաս, ժողովուրդ։ Միանշանակ ոչ, սպասեք ավելի պայթեցուցիչ տեսանյութի։ Ճիշտ է, մի քիչ նման են իրար, բայց դա ավելի վտանգավոր է։ Անկապ կարող է այդ տեսանյութում իմ սիրտը կամ մեր մյուս մասնակցի սիրտը կանգնի, բայց դե հուսանք այդպես չի լինի։ Եթե տեսել եք քափքատով է սարքած աջ ներքևը բոլոր տեսանյութերը մոնտաժվում է քափքատ ծրագրով այսինքն օրինակ որ ես դուրս չգամ կադրից ու չերևա կադրը դատարկ մենք կարող ենք կտրել կպցնել դրա համար է այլ ոչ VR կամ 3D էֆեկտների համար Դեռ գրել են մենակ ես այո այդ ժամանակ մենակ է ես ծնողներս խնդրել էի որ նրանք թողնեին մենակ, որ ես նկարեի։ Սուտ բաներ է, բայց կարաս կարմիր դուր, դեղին դուր խաղաս։ Սուտ բաներ չի, կարմիր դուր, դեղին դուր էլ չեմ խաղալու։ Լիլիա Հայրապետյան ջան, դա սուտ չէ, բայց ոչ կարմիր դուր, ոչ էլ դեղին դուր, ոչ էլ ցինի դուր, ոչ էլ սովորական դուր, ոչ էլ պլաստմասի դուր չեմ խաղալու։ Միքայել, կարաս կարմիր դուր, դեղին դուր խաղաս։ Ոչ։ Ցավոք սրտի դա չենք խաղա։ Դե ինչ, եկանք հասանք տեսանյութի երկրորդ կետին։ Այո, ինչպես տեսակ, տեսանյութում կար պարանորմալ երևույթներ։ Ինչպիսիք էին։ Տարբեր լույսեր, այդպիսի շողքեր, որոնք 100% իրական էին։ Եթե չեք հավատում, մեկնաբանություններում գրեք ու մենք կանենք նույն բանը լայվի մեջ, ուղղակի դուք պետք է գիշերը 12-ից մինչև 3-ը լինեք ինձ հետ միասին։ Եթե ձեր քունը չի տանի, ես պատրաստ եմ անել այդպիսի վտանգավոր լայվ միայն ձեզ համար։ Ինչ վերաբերվում է կրակին, այրվելուն, տեսեք ինչպես եղավ։ Ես վախեցա, որ գրիչը շարժվեց, թուղթը փաթաթեցի ու թուղթը մոմոտ էր։ Ես վառեցի թուղթը, որ այդ ամեն ինչի շուտ բրծնեի, կրակը բարձրացավ։ Իմ կողքը կար բաժակ, որով ես ջուր էի պում, եթե ծառավանում էի, որպեսզի կարիճ չբացակայի գայի։ Դրա համար փոքր բաժակ էի դրել կողքս։ Դա դրեցի մեջը, որ հանգի, քանի որ անկեղծ հասնեի ջրի մոտ, դա ինչ անեի։
Հետո կրակը ուժեղացավ, քանի որ հասավ մոմի ժամանակ, այդ պահին ես արագ չգիտակցելով ինչ անեմ, ես իմ երկրորդ շորը, հիմա կբացատրեմ այդ շորը որն է, նայեք, մենք գալիս ենք շոմքի, ինչ-որ տեսանյութ նկարելու, մենք չենք գալիս այս շորով, մենք գալիս ենք տնային շորով, փոխվում ենք, հագնում ենք գեղեցիկ շոր, միկրոֆոն ենք, պատրաստվում ենք, նկարում ենք։ Դրա համար իմ կարճաթև մայկան, որը տան մեջի մայկա էր, այսպես ասած, ես դա դրել էի դիվանին, բասկաթորեն, որտեղ նաև դրված էր նկարման աջակցելու համար լույսեր, մի խոսքով տարբեր իրեն։ Ես այդ մայկեն վերցնելով, անգամ կադրը կա, որ վառվում է։ Վերցնում փաթաթում եմ մեջը ու իմ ձեռքը չի վնասվում, բայց կտորը վառում։ Ես նետում եմ հատակին, կրակը ուժեղանում է ու ես այդ ժամանակ արագ գոռում եմ։ Ու աստծուց էր, ասում եմ, որ շատ բան չեղավ ու մամայինք էլ տանը չէին, հարսանիք էին։ Ու հարևաններից մեկը, ես մամամիչ նշեմ, եկավ եւ ինձ օգնեց։ Ու այդ ժամանակ նաեւ դա էր աստծուց, որ զապիսը չէր անջատվել ու նկարվել էր ու երկու կամերան էլ ֆիքսել էր այդ ամեն ինչը։ Այսքանը սպասեք ավելի վտանգավոր չելենջի, խաղի, չգիտեմ ինչ ասեմ, դուք ուղղակի սպասեք դրան, ուղղակի դրա համար մեզ մի քիչ ժամանակ է պետք, շատ սպասատար է լինելու, քանի որ մեզ պետք է մեծ թիմ դա նկարելու համար, հարցեր էլ չկան, բայց ինչը մնում է ինձ հետ, դա իմ վախն է, քանի որ ես շատ էի վախեցել ու գոռում էի աստծուց հետ, որ մարդ եկավ եւ ինձ օգնեց այդ 8 ժամին։ Ժամը 1:30-ի գիշերվա կամ 35 էր, կոնկրետ չեմ հիշում։ Ու հիմա իմ մեջ մտել է մի քիչ վախ։ Ճիշտ է, մենք զանգում ենք սատանայի հեռախոսամարդերին, որի նոր մասերը նկարելու ենք, այդքան չի վախենում։ Ճիշտ է, շող կտեսա բան, բայց չի վախենում։ Իսկ ես տեսանյութում նենց բաներ եղավ, որ ես հենց հիմա վախենում եմ։ Ու այդ նոր մասը սատանայի հեռախոսամարդների այդ նոր չելենջը, որը դեռ չեմ կարող ասել, որ միայն մենք Հայաստանում անենք, շատ եմ վախենում։ Ես նոր հասկացա, որ ասում են չարուք է, այո, գոյություն ունեն, բայց Աստված մեզ հետ, Աստված բոլորիս հետ, շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ, այսքանը էլ ավելացնելու բան չունեմ, խնդրում եմ բաժանորդագրվեք ու ովքեր այդ տեսանյութը չեն դիտել, մտեք ներքևի լինքով։ Շնորհակալություն, ցտեսություն։